Երեք հզորագույն համար Աստվածաշնչից բոլոր հերձվածողների և հերետիկոսների դեմ։ Առաջինը ու իմ ամենասիրածներից մեկը Հովհաննեսի ավետարան 8-րդ գլուխ 44-րդ համար։ Ստի հայրը Սատանան է։ Համենայն դեպս էս Հովհաննես 8:44-ի ամփոփումն է, բայց երբ որ կարդում ենք Հովհաննեսի ավետարանի 44-րդ համարը 8-րդ գլխի, այնտեղ ավելի մանրամասն Քրիստոս ասում է. դուք հոր կողմից Սատանայի զավակներ եք և ձեր հոր ցանկություններն եք ուզում կատարել, քանզի նա ի սկզբանե մարդասպան էր և ճշմարտության մեջ չմնաց, որովհետև նրա մեջ ճշմարտություն չկար։ Երբ նա ստում է, ինքն իր բնության համաձայն է ստում, քանի որ նա սուտ է և ստի հայրը։ Սուտը Սատանայից է, հետևաբար ստի հայրը Սատանան է։ Քրիստոնեությունը ճշմարտության մասին է, ու առհասարակ սուտը չի կարող Աստծուց լինի, հետևաբար երբ որ փորձում են ստի միջոցով իրենց սխալ ուսմունքը, կեղծ վարդապետությունը, անհեթեթ պնդումները առաջ տանել, միանշանակ հիշեք այս համարը Աստվածաշնչից, որտեղ որ Քրիստոս էլի հստակ ասում է, որ ստի հայրը Սատանան է։ Օրինակ, երբ որ Եհովայի վկաները պնդում են, որ Քրիստոս մահացել է ոչ թե խաչի վրա, այլ սյան վրա, այս դեպքում պիտի իմանաք, որ իրենք էլ շատ լավ գիտեն, որ իրենց պնդումը ոչ սուրբ գրային հիմք ունի, ոչ էլ պատմական հիմք, ու իրանց մնում է մի բան ստել, որպեսզի իրենց պնդումները առաջ տանել։ Կամ օրինակ, երբ որ Պողոս առաքյալի Կողոսացիներին ուղված թղթի 1 գլխի 16-րդ համարում գիտակցված միտումնավոր ավելացնում են մնացած բառը, որպեսզի այնպես չստացվի, որ Պողոս առաքյալը ասում էր, որ ամեն բան արարչագործության մեջ Քրիստոսով է ստեղծվել, ու հենց իրենք էլ իրենց անգլերեն կայքերից մեկում հենց խոստովանում են, որ եթե մնացած բառը չենք ավելացնում, ստացվում է այնպիսի տպավորություն ընթերցելիս այդ համարը, որ Քրիստոսը ամեն բան արարել, ինչը որ իբր թե հակասում է ճշմարիտ վարդապետությանը, այսինքն բացի բաց այստեղ խոստովանում են, որ միտումնավոր մնացած բառը մցրել են, որպեսզի շեղեն մարդկանց համարի բուն իմաստից։ Ու մենակ այս համարը սուրբգրային իրողություններին չի վերաբերվում կամ քրիստոնեական աստվածաբանությանը, այլ ընդհանրապես կյանքում ցանկացած բանի, սկսած բամբասանքներից մինչև զրպարտություն, եթե մեկը ինչ-որ մի հատ անհեթեթ բաներ կպնդի առանց հիմնավորման, առանց ապացույցների, ինքն էլ այդ ստի տարածման մասնակից է դառնում ու էլի վերադառնում ենք այս համարին, որ ստի հայրը Սատանան է։ Կամ ասենք առօրյա մեր օրերում արդի խնդիրներից, ասենք եթե որևէ մեկը կպնդի, որ օրինակ, չգիտեմ, ասենք մենք այսօր կաթողիկոս չունենք, ապա էլի իրեն հիշեցրեք այս համարը, որ ստի հայրը Սատանան է, կամ եթե որևէ մեկը հոգևորականների մասին ինչ-որ մի հատ հերթական անհեթեթ զրպարտությունը կտարածի, էլի միանգամից հիշում ենք այս համարը, ստի հայրը Սատանան է։ Պիտի այնքան զգույշ լինենք, որ ինքներս էլ գիտակցենք, որ ամեն անհեթեթություն չի, որ պիտի հավատալ ու տարածել առավել ևս։ Առհասարակ հիշեք, որ քրիստոնյաներին ընդհանրապես պատիվ չի բերում ասել այնպիսի բաներ, որոնց որ առհասարակ չեն կարա տեր լինեն, այսինքն ասել, պնդել այնպիսի բաներ, որոնց համար չեն կարա պատասխան տան։ Երկրորդ համարը Պողոս առաքյալի Կորինթացիներին ուղված առաջին թղթի 13-րդ գլխից է, որտեղ որ երկրորդ համարում կարդում ենք. եթե մարգարեություն ունենամ, բոլոր խորհուրդներն իմանամ ու ամբողջական գիտությանը հասնեմ, եւ եթե լիակատար հավատ ունենամ, մինչև իսկ լեռները տեղափոխելու չափ, բայց սեր չունենամ, ոչինչ չարժեմ։ Եթե մենք կարծում ենք ու պնդում ենք, որ մեծ հավատք ունենք, բայց մեր եղբորը չենք սիրում, ապա Պողոս առաքյալը հստակ ասում է, որ մենք ոչինչ չարժենք։ Ու ընդհանրապես այս համարի ամփոփումն էլ հետևյալն է, որ հավատքը ու առհասարակ ցանկացած բարի բան առանց սիրո ոչինչ է։ Քրիստոնյայի համար մեծագույն արժեքը սերն է։ Նույնը պնդում է հենց Պողոս առաքյալը նույն թղթի, նույն գլխի 13-րդ համարում։ Արդ մնում են այս երեքը՝ հավատ, հույս, սեր, եւ սրանցից մեծագույնը սերն է։ Երբ որ մենք պնդում ենք, որ մեր նպատակները բարի են, մենք մեր ուղին ընթացքը ուղղում ենք դեպի Աստված, ճշմարտությամբ ենք առաջնորդվում, մեր ունեցած մեծ հավատքի վրա ենք հենվում, բայց մեր գործունեության, գործողությունների ընթացքում սեր չենք դրսևորում, ատում ենք մեր հոգևոր եղբայրներին, մեր հոգևոր հայրերին մեր աղոթքներից դուրս ենք թողնում, պատարագի տեքստն էլ ընդհանուր առմամբ աղոթք է, միանշանակ սա սիրո դրսևորում չի, որովհետև սերը ոչ թե զգացմունք է, այլ սերը գործողություն է։ Նույն Կորինթացիներին ուղված առաջին թղթի 13-րդ
6-րդ գլխում Պողոս առաքյալը էլի ասում է. «Սերը չի նախանձում, չի մեծամտանում, անամոթ արարք չի գործում, սեփական շահը չի փնտրում, բարկությամբ չի գրգռվում, չար բան չի խորում, անիրավության վրա չի ուրախանում»։ Ու այս խոսքերին հակառակ այսօր հենց մեր օրում տեսնում ենք, որ թե ոնց են շատերը չարությամբ լցվում հոգևորականների հանդեպ, ոնց են շատերը անիրավության վրա ուրախանում, ոնց են չարը խորում, ու այս ամեն ինչը ամենակարևորը ուղեկցվում է մեծամտությամբ։ Ու այս համարի տրամաբանության մեջ էլի արդեն Հովհաննես առաքյալի ընդհանրական առաջին թղթում 4-րդ գլխի 20-րդ համարում կարդում ենք. «Եթե մեկն ասի, թե սիրում է Աստծուն, բայց ատի իր եղբորը, նա ստախոս է, ով չի սիրում իր եղբորը, որին տեսնում է, չի կարող սիրել Աստծուն, որին չի տեսել»։ Եթե մենք պնդում ենք, որ Աստծուն սիրում ենք, հետևաբար ով սիրում է Աստծուն, պահում է նրա խոսքը, բայց այդ խոսքը պահելու ընթացքում ատում ենք մեր եղբորը, մեր եղբայրներին, մեր հոգևոր հայրերին, ապա մենք ստախոս ենք, որտեղ ոնց որ Հովհաննես ավետարանիչն է իր ընդհանրական առաջին թղթի այս համարում ասում. ով չի սիրում իր եղբորը, որին տեսնում է, չի կարող սիրել Աստծուն, որին չի տեսել։ Եվ երրորդ համարը Մատթեոսի ավետարանի 7-րդ գլխից է 15-ից 16-րդ համարներում կարդում ենք. «Զգույշ եղեք սուտ մարգարեներից, որ ձեզ մոտ են գալիս ոչխարի հանդերձանքով, բայց ներսից հափշտակող գայլեր են, իրենց պտղից կճանաչեք նրանց»։ Այս համարի մեջ Քրիստոս խոսում է սուտ մարգարեներից, որոնք որ մեզ ներկայանում են որպես ոչխարներ, բարի մտադրությամբ, բայց իրականում ներսից հափշտակող գայլեր են ոչխարի մորթով։ Ու այստեղ ամենակարևոր պահը 16-րդ համարն է, որտեղ որ Քրիստոս ասում է, թե ոնց պիտի տարբերենք ոչխարի հանդերձանքով հափշտակող գայլերին։ Շատ պարզ է ու հեշտ. իրենց պտղից կճանաչեք նրանց, միթե փշից խաղ կքաղեն կամ տատասկից թուզ։ Ու եկեք այս սուրբգրային բացարձակ ճշմարտությամբ մի համեմատություն անենք ու փորձենք հասկանալ բարի ու վատ պտուղները։ Պատկերացրեք մեկին, որի գործունեության արդյունքում եղել են հազարավոր զոհեր, հարյուրավոր անհետ կորածներ, եղել է հայրենիքի զգալի հատվածի կորուստ, եղել է հայրենիքի այդ զգալի հատվածի հայաթափում։ Մի խոսքով սա է դրա պտուղը։ Ու հենց այս սուրբգրային համարը օգտագործելով միանգամից պարզ է դառնում այդ մարդկանց պտուղը։ Իսկ հիմա եկեք փորձենք տեսնել մեկ այլ մարդու պտուղ, Քրիստոսի ծառա, Քրիստոսի եկեղեցու հովվապետ, որի գործունեության ընթացքում կառուցվել եւ վերակառուցվել են հարյուրավոր եկեղեցիներ, որի գործունեության ընթացքում հայ եկեղեցու դիրքը, անունը, հեղինակությունը միջազգային հարթակներում ու քրիստոնյա աշխարհում ամրապնդվել է առավել քան երբևէ, որի գործունեության ընթացքում Մայրաթոր Սուրբ Էջմիածնի թանգարանը համալրվել է հարյուրավոր եւ բազմազան հոգեվոր ժառանգությամբ, որի գործունեության ընթացքում հաստատվել է համերաշխություն եւ միասնություն հայ եկեղեցու բոլոր նվիրապետական աթոռների շրջանում։ Մի խոսքով այս շարքը կարելի է շատ երկար թվել, միանգամից պարզ է դառնում մարդու պտուղը։ Ու այդ մարդը, որի գործունեության բարի պտուղները թվում էինք, ամենայն հայոց հայրապետն է Գարեգին II վեհափառը։ Ու հավելյալ բոնուս համար էլի Սուրբ գրքից Պողոս առաքյալի Կորինթացիներին ուղված առաջին թղթի 6-րդ գլխից էլի շատ արդիական մեր օրերին գլուխը կոչվում է դատաստան եղբայրների դեմ։ Ու Պողոս առաքյալը Կորինթացիներին ուղված առաջին թղթի 6-րդ գլխի առաջին համարից սկսած ասում է. «Ձեզնից մեկը, եթե խնդիր ունենա իր ընկերոջ հետ, կհամարձակվի դիմել անիրավների դատաստանին եւ ոչ թե սրբերի, թե չգիտեք, որ սրբերն են դատելու աշխարհը, եւ եթե ձեր միջոցով է դատվում աշխարհը, ապա արժանի չեք չնչին հարցերի դատեր անելու։ Չգիտեք, որ հրեշտակներին ենք դատելու, ելուր մնաց այս աշխարհի խնդիրները։ Եթե հասարակ խնդիրների համար դատական վեճեր եք ունենում, նրանց եք դատավորներ կարգում, որոնց եկեղեցին կարևորություն չի տալիս։ Ասում եմ ձեր ամոթի համար, ձեր մեջ այնքան իմաստուն մեկը չկա, որ կարողանա արդար դատ անել իր եղբայրների միջև։ Այնինչ եղբայրը եղբոր դեմ դատ է բացում, այն էլ անհավատների առջև»։